Այս երկու օրերի ընթացքում ծանոթանում ենք 2012 թվականի ծնված երեխաների հետ, որոնք մինչև 14 տարեկանների հավաքականի թեկնածուներ են։ Առաջ օրը 8-8 ձևաչափով, երկրորդ օրը 11-11 ձևաչափով խաղեր են խաղալու, որտեղ իրանք մրցակցային եղանակով կարողանան իրենց հնարավորությունները ցույց տալ։ Այս ծանոթության փուլը բաժանել ենք 3 մասերի։ Առաջին մասը արդեն բարեհաջող ավարտել ենք։ 3 ակումբներ են եղել եւ արտասահմանում հանդես եկող մեր երեխաները եղել են Ամերիկայից, Wi-Fi-ի միջոցով, որ եկել են, եղել է Թուրքիայից, Ռուսաստանից, Իսպանիայից, Իտալիայից, շուրջ 36 երեխա են եղել, երկրորդը հիմա ընթանում է, իսկ երրորդը պլանավորում ենք մարտ ամսին շուրջ 200 երեխա են գործընթացին մասնակցում, ներառված են 31 ակումբներ, որոնցից 21-ը մեր մարզերի ակումբներն են։ Իսկ խաղերի ընթացքում մենք փորձում ենք տեսնել, նկատել, թե ինչպես են խաղի ժամանակ որոշումներ կայացնում, ինչպես են իրավիճակներին արագ արձագանքում ու ամենակարևորը որակը, թե ոնց են ճնշման տակ գնդակի հետ աշխատում։ Երրորդ փուլն էլ ավարտենք ու արդեն հավաքներ կունենանք, կանչենք, գնահատենք։ Շարունակական բնույթ է կրելու մինչև այս եւ սրանից հետո էլ ես եւ մեր մարզիչները իրենց խաղերին, իրենց մարզումներին հետևում ենք, որպեսզի կարողանանք այս տարիքային հավաքական ձևավորել։ Շատ կարևոր տարիք է, զուտ ֆիզիոլոգիական աճման հետ կապված, իրան զարգացումն ու անկումը շատ կարա տատանվի այս տարիքում ու շատ կարևոր է, որ մենք հետևողական լինենք, համ ծանոթանանք բոլոր երեխաների հետ, մաքսիմում, որ տեղեկություններ իմանանք, իրենց ակումբներում խաղերից, տեսահերիզների միջոցով, առաջնության խաղերին բնականաբար հետևում ենք, պետք է հետևողական լինենք ու կոնկրետ հստակ անհատներին սպეციფიկ ինչ-որ տեղել աշխատանք տանք, որպեսզի մարզիչների հետ համագործակցելով հասկանանք, որ երեխային ինչա պետք հետագայում նրա զարգացման համար։ Հիմնականում այս մանկապատանեկան տարիքային հավաքականում ուշադրություն ենք դարձնում ֆուտբոլիստի պոտենցիալին, թե ինքը ուր կարա հասնի ու ըստ այդմ որոշումներ կայացնենք Արման Առաքելյանի գլխավորության բոլոր հավաքականի մարզիչները։